Անտանելի եղանակային պայմաններ են բարձր լեռնային հատվածներում մեքենայով հնարավոր չի հասնել այդ դիրքերին։ Աշխարհի լավագույն ու մարտունակ բանակ ունեցող երկրներում ռելիեֆային տարբեր պայմաններում այսպիսի հզոր տեխնիկաներն են աշխատում, որպեսզի զինվորը ծառայությունն իրականացնելիս ոչ մի խոչընդոտի չհանդիպի։ Զինված ուժերն ունեցան նման տեխնիկաներ, դժբախտ պատահարների մասին խոսելն ավելորդ կլինի։ Օրինակ ձյունահոսքի դեպքում, երբ որ խոսում ենք, տեսեք զինվորը իջել է եւ ճանապարհին դեպքը պատահել է։ Մինչդեռ մենք ճանապարհներին պետք է ունենանք կացարաններ։ Երբ որ զինվորները տեսնում են, որ այլևս հնարավոր չի ճանապարհը շարունակել, առաջ գնալ եւ այլն, իրենք մնան կացարաններում։ Կացարանները ապահովված լինեն առաջին անհրաժեշտության սնունդով, պարագաներով։ Աշխարհի լավագույն բանակներն հենց այսպիսին են լինում։ Ժամանակակից ռազմական տեխնիկաներով, պաշտպանական միջոցներով, որոնց դեպքում թշնամին էլ համարձակություն չի ունենա քայլ առաջ շարժվել ու խախտել երկրի տարածքային ամբողջականությունը։ Անօդաչու սարքերը, որոնք իրենց պարամետրերով նմանատիպերին չեն զիջում, արդեն իսկ կարող են արտադրվել Հայաստանում։ Ադրբեջանը եւ դաշնակից ու եղբայրական երկրները Հայաստանի դեմ պատերազմներում միլիարդավոր դոլարների արժեք ունեցող սեփական արտադրության անօդաչուներ կիրառեցին։ Մեր զինված ուժերը այդ անօդաչուներին դրանց կատարելագործված տարբերակներին ոչնչացնելու զինտեխնիկաներով պետք է համալրվեն։ Զինված ուժերում եկել է նորագույն զինտեխնիկայով համալրելու դարաշրջանը։ Սպան անընդհատ պետք է վերապատրաստվի, անընդհատ, որովհետև աշխարհը զարգանում է։ Վերջի վերջո այսօր եթե մենք գնանք զորամասեր եւ հարց ու պատասխան անենք, թե դուք ձեզ ինչպես կդրսևորեք արհեստական բանականության արդի պայմաններում, եթե պատերազմ լինի արհեստական բանականությամբ, ապա ոչ մեկ, գրեթե ոչ մեկ չի կարողանալու այդ հարցին պատասխանել, որովհետև իրենց մեթոդաբանություն չեն տվել, իրենց չեն ուսուցանել, չեն վերապատրաստել, թե ինչ է արհեստական բանականությունը։ Ժամանակակից բանակի պահանջները նաև փոխվել են, եթե նախկինում ասում էին, որ երիտասարդ տղաները ավելի մեծ ուժով կնետվեն մարտի, հիմա այդ ավտոմատով մարտը կարծես թե վերացել է եւ այդ երիտասարդ տղաների վրա հույս դնել, որ իրենք ցենց ամբողջ ուժով 18-19-20 տարեկանում ավելի մեծ էներգիայով պետք է մղվեն մարտի ու հաղթանակ բերեն, այդ ժամանակներն անցել են։ 2018 թվականից հետո ըստ ռազմական փորձագետների զինված ուժերում բարեփոխումներ պետք է կատարվեին։ Այդ փոփոխություններն ըստ Կարեն Հովհաննիսյանի մեծ հաշվով դրական ազդեցություն չունեցան։ Մենք 20 թվականին ականատես եղանք այն ամենին, ինչը որ տեղի ունեցավ։ Օրինակ զորամասերի հրամանատարներ նշանակվեցին մարդիկ, ովքեր չունեին մարտական գոնե մինիմալ փորձեր։ Եվ իրենք նույնիսկ զորքը կառավարելու ունակություններ չունեին։ Եվ մի կողմից ես հասկանում եմ, թե ինչու այդ մարդկանց նշանակեցին զորամասերի հրամանատար, փորձում են սերնդափոխություն կատարել վերջի վերջո, փորձում էին նորը երիտասարդին բերել, նոր մտածելակերպ բերել, բայց միևնույն ժամանակ մենք մի այնպիսի տարածաշրջանում ենք գտնվում, որ դրանք շատ ռիսկային են, եւ իսկապես այդ ռիսկը արդեն մենք տեսանք, մեր մաշկի վրա զգացինք։ Ռազմական փորձագետը նոր ձեռքբերում է օրինակ համարում զինվորական հագուստի փոփոխությունները։ Դրանք այսօր 21-րդ դարին հարիր համազգեստներ են։ Զինվորը հագնում է ինքը կամ սպան, երբ որ հագնում է ինքը այդ համազգեստի մեջ իրեն պետք է զգա կոմֆորտ։ Համազգեստը ինքը ջրակայուն պետք է լինի, վերջի վերջո։ Մենք այսքան տարիներ շարունակ ուղակի ունեցել ենք նույն գույնի կամուֆլյաժներ, վերջացավ գնաց, ուրիշ ոչ մի բանի վրա ուշադրություն չենք դարձրել։ Մինչև 2018-2020 թվականները շատերն ապրում էին իրենց երազանքի բանակով, հպարտանում էին ռազմական շքերթներով, նոր ձեռքբերված հեռահար հարվածներ հասցնող զենք զինամթերքներով։ Հրապարակ են մտնում Իսկանդեր օպերատիվ մարտավարական մշակութային հրթիռային համալիրների ստորաբաժանումները։ Լիքը խնդիրներ կային, բայց այդ խնդիրների մասին չպետք է խոսեիր, իրավունք չուներ խոսեիր, որովհետև մեր բանակը հաղթական բանակ է, հաղթած բանակ է եւ մեր բանակը կարող է ամեն ինչ անել։ Եվ այդ մեծ խնդրը, որը որ կար, ձևավորվել էր, մեզ նաեւ հանգեցրեց այս մյուս խնդրին։ Ծառայության մեկնող կանանց գումարտակում ծառայելու ցանկություն ունեցող առաջին կին զինվորականն է։ Տղամարդիկ ողջունելի են համարում կառավարության այս որոշումը։ Կանանց ներկայությունը բանակում շատ ավելի սթափեցնող է, շատ ավելի զգոնացնող է եւ նույնիսկ կարող եմ ասել, որ ինքը կարող է ազդել զորահավաքի վրա, զորահավաքի թվերի վրա, որովհետեւ այլևս երբ որ տղաները տեսնում են, որ աղջիկներն են գնում,
իրենք որոշ առումով արդեն այսպես թասիբի են ընկնելու եւ իրենք չեն մտածելու ազատվելու մասին։ Զինված ուժերում համակարգային փոփոխություններ են հարկավոր։ Մարտական պատրաստվածություն, մարտական գործ, ռազմական գործի ուսումնասիրում։ Զինված ուժերին անհրաժեշտ են հոգեբաններ զինծառայողների հետ աշխատելու համար։ Զինվորականներից սակայն քչերն են, որ ցանկություն ունեն լսել աշխատել հոգեբանների հետ։ Հոգեբանների ինստիտուտն ըստ փորձագետների զինված ուժերում լավ չի աշխատում։ Հայաստանում երևի ավելի շատ չնայած որոշակի կարծրատիպերի հաղթահարմանը սոցիումի մտածելակերպի մեջ է խնդիրը, հատկապես երևի տղամարդկանց շրջանում մի քիչ ավելի կարծրացած է այդ ամեն ինչը, որ ինչու պետք է հոգեբան մեզ օգնի, մենք ինքներս կարող ենք հաղթահարել այս խնդիրը։ Բացը գալիս է լրացնելու արդեն հայ առաքելական եկեղեցին գնդերեսները, իսկապես գնդերեսների հետ կարողանում են ժամկետային զինծառայողները որոշակի առումով կոնտակտի մեջ մտնել եւ կարող եմ ասել, որ գնդերեսները նաև հոգեբանի հաստիկն են իրենց վրա ըստ էության վերցնում։ Լինում են դեպքեր, երբ ծառայության մեկնող տղաները պատշաճ բուժզննում չեն ասնում, եւ ծառայության ընթացքում նրանց առողջական վիճակը ել ավելի է վատթարանում ու նրանք ստիպված են լինում կիսատ թողել ծառայությունը եւ ժամանակից շուտ զորացրվել։ Պայմանագրային զինծառայող էր, ինքը շիզոֆրենիա ուներ, ու ինքը այդպես խնդրով ծառայում էր։ Փաստաբանը պատմում է, որ եթե 3 տարի առաջ հիվանդություններ կային, որոնց դեպքում տղաները բանակ չէին մեկնում, հիմա դրանցից շատերը համատեղելի են դարձել ծառայության հետ։ Հիմա եկել եմ, ասում են այդ քո հիվանդությունը, որը որ դու տարկետում ես ստացել, հանվել է։ Հիմա այդ հիվանդությունով արդեն տանում ենք։ Այսինքն մարդիկ 3 տարի առաջ, 1 տարի առաջ, 2 տարի առաջ ունեցել են, հիմա էլ ունեն հիվանդություն, որով իրենք ազատվել են, դա համարվել է ծառայության համար անհամատեղելի հիվանդություն, բայց հիմա այս 2-3 տարիների ընթացքում փաստորեն այդ հիվանդությունները ցանկերից հանվել են։ Զինված ուժերից պետք է դուրս բերել քրեական ենթամշակույթը, դրսից բանակ եկած բացասական բարքերը։ Շատերը ասում են, որ գալիս է հասարակությունից, հասարակությունը գնում է, այդքան էլ այդպես չէ։ Այստեղ սինխրոն աշխատում են նաև սպայական կազմը, որովհետև սպայական կազմը ամեն դեպքում հրամանատարական կազմը փորձում է գտնել ամենալիդերին իր զորամասից եւ զորամասի ղեկավարման, ներքին ղեկավարման գործը հանձնում է այդ լիդերը։ Այդտեղից առաջ է գալիս արդեն քրեական ենթամշակույթը։ Խնդիր է դրված խաղամոլությունը արմատախիլ անել զինված ուժերից։ 17-ից 20 թվականներին խաղամոլությունը բանակում աննկարագրելի չափերի էր հասել։ Առաջարկս հետեւյալն է, որ մենք զորամասի տարածքներում խլացուցիչներ տեղադրենք։ Այդ հատվածներում խլացուցիչներ տեղադրենք եւ այլևս մենք այդ սմարթֆոնների եւ մնացած բոլոր տեսակի հեռախոսների խնդիրը ընդհանրապես չենք ունենա։ Մեր բանակն այսօր ուղիղ կախվածություն ունի հասարակության բարոյահոգեբանական վիճակից։ Եթե դրսում բանակի հանդեպ բացասական են տրամադրված, բանակը միանգամից արձագանքում է դրան, փակվում ու կծկվում։ Հզոր բանակն անհատին հասարակությանը անվտանգության զգացում է պարգևում, դարձնում ավելի ուժեղ եւ տեղ բացում ակտիվ ստեղծագործելու, արարելու, աշխատելու համար։ Հասարակությունը ցանկանում է տեսնել ու ունենալ Մոնթեի, Լեոնիդ Ազգալդյանի, Դուշման Վարդանի, Վազգեն Սարգսյանի եւ մնացած այլ հերոսների օրերում մարտնչած, թշնամուն ջախջախած բանակ։ Նաիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։